Ողջույն սիրելի հետևորդներ, շարունակում ենք Հայն ու հայը հաղորդաշարը։ Այսօր ես եկել եմ մի հրաշք տեղ, որտեղ որ ցուցահանդես է տեղ ունենում արդեն երկար ժամանակ, այժմ կծանոթանանք այս պատմամշակութային արժեքավոր, ոնց ասեմ, մեր ինքնությունը, մեր կենսագրությունը ամեն լավ բառեր կարող ենք ասել, մարդ, որը որ արարել ստեղծել է այդ ամենը, մեր Լուսինե Սահակյանի հետ։ Ողջույն Լուսինե ջան, շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ ձեզ նման հայուի հետ ծանոթանալու։ Ճիշտ ասած, որ համացանցով տեղեկացώ, ես ուրախությունից տեղս չէի գտնում, որ Ամերիկայում ձեզ նման հայուին այս հզոր արժեքները ստեղծել է։ Ես էլ եմ շնորհակալ։ Լուսինե ջան, իսկ դուք ինչքան ժամանակ ապրում եք Ամերիկայում։ 1991 թվականի հունիսից ենք տեղափոխվել այստեղ ընտանիքիս հետ։ Հայաստանից։ Այո, Արմատներով Հայաստան։ Երևանից, այո։ Երևանից։ 91 թվականից բնակվում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ մասնագիտությամբ ինչ եք։ Սկսել եմ հոգեբանություն, մանկավարժություն, հետո արվեստն է եկել։ Արվեստը զուտ սիրել եք, թե հոբի, ոնց ասած։ Կարելի ասել հոբի այսպես սկսեց, 2015 թվականից անում եմ սա։ 2015 թվականից Ստեղծագործում եմ, կարելի ասել։ 2015 թվականից ստեղծագործում ես, այսինքն դու ուսումնասիրել ես մեր ազգային այս ամեն ինչը ու սկսել ես 2015 թվականից այդ ամենը ստեղծել։ Ինքնուս կարելի ասել, նկարչական չեք սովորել։ Նկարչական չեմ սովորել, ինքնուս եմ, բայց մեր հայկականը սկսել եմ 2024 թվականից ու ժայռապատկերներից ու կարծում եմ, որ այդ ոճի մեջ էլ կմնա։ Իսկ այդ պեղումները, ուսումնասիրությունները որտեղից եք արել, ոնց է սկսվել էլ, ոնց է։ Ես հաճախեցի ցուցահանդես, որտեղ ինձ գրավեց գորգի նախշերը ու պարզավոր նույնը չէի ուզում անել, ինչ որ այդ սրահը պատկերացել էր գորգերը, խորացա եւ ժայռապատկերները սկսեցի ուսումնասիրել, ծանոթացա եւ այդ ամեն գրքերը Արտակ Մովսիսյանի մեկ ուրիշ աշխարհ ինձ համար բացվեց, այդպես ու առաջի ցուցահանդես 2024 թվին եղավ նվիրված Արտակ Մովսիսյանին, ժայռապատկերները, մեր հայկականը, ինքնությունը, պատմությունը, որովհետև ես շատ փոքր եմ եկել եւ չեմ ուսումնասիրել, իրոք տեղյակ չէի։ Սա իմ համար էր հայտնաբերություն եւ ինքնուսուցման Եթե կարող եմ արվեստը ինքնուս լինեմ, այսպես մեր պատմությունը սկսեցի ուսումնասիրել ու ժայռապատկերներով, որով դա էր ամենահինը 12,000 տարի հետ։ Հրաշք 12,000 տարվա մշակույթ ենք հիմա մենք դիտում։ Այո, ժայռապատկերները այդքան են։ Իսկ խալիները։ Գորգերը ավելի ուշ են եկել ժայռապատկերներից, ժայռապատկերների միջին նախշերը տեսա, որ ընթացքում դարձել են գորգերի մեջ են հայտնվել։ Այդ պատճառով էլ 2026-ի ցուցահանդեսս նվիրեցի մեր գորգերի նախշերին։ Քանի ցուցահանդես եք արել։ Մենակս ինքնուս ցուցադրել եմ 6 սոլո ցուցահանդես։ Սա իմ 6-րդ սոլո ցուցահանդեսն է Ամերիկայում։ Տարբեր սրահներում։ Բրավո, շատ ողջունել եմ։ Իսկ օտարները այցելել են, տեսել են, հետաքրքրվել են։ Այո, ինչու՞ չէ, ընթացքում բազմաթիվ արվեստագետներ, օտարներ, թե հայեր, թե օտարներ հետաքրքրվել են իմ արվեստով, իմ ոճով, իմ կարելի ասել ինքնուս ձեռագրով։ Շատ լավ։ Իսկ մեր հայրենակիցները, օրինակ ես ինչ եմ այս հաղորդումը նկարում ու հենց ձեզ նկարում, որ շտապում ամեն ինչ, որ նկարահանենք, ցուցադրենք, որ մեր հայրենակիցները իմանան մեր մշակույթի մասին, մանավանդ Ամերիկայում, իմանան մեր 12,000 տարվա մշակույթ կա պատկերված այստեղ, որ հիմա ասած բառացի շատ հեշտ ասում են, չէ, 12,000 տարի, բայց 12,000 տարի շատ ազգեր, պետություններ չկան։ Նույնիսկ Ամերիկան այդքան չկա, բայց մենք Ամերիկայում ցուցադրում ենք 12,000 տարի առաջվա մեր հայկական
ասենք պատկերները, որը քարերից մեր պատմությունից եկել հասել է մեզ։ Այ երիտասարդներ այցելում են, ես ինչու եմ նկարում այս հավաքում, որ երիտասարդները տեսնեն, իմանան, սովորեն։ Հաճախ այստեղ ասում են չկա, ոչ մի բան չկա, մշակույթ չկա, բան չկա։ Ու ըստեղ մենք բոլորս գիտենք, որ ապրում ենք ստեղի, այս մթնոլորտի մեջ, բրենդային մթնոլորտի մեջ, այնինչ մեր բրենդները 12,000 տարվա ստեղ կախածա, մենք գնում ենք Louis Vuitton-ի, Gucci-ի, չգիտեմ, այլ անունները չստեմ սովորել։ Հիմա չէ նոր Ալոյի, ես ինչի հետ է, ոչ թե վիրավորում եմ, այդ մարդիկ բրենդ են ստեղծել, օրեր առաջ իմ հյուրը Գևորգն էր, որ Վանուկյան շատ ինտելեկտուալ հզոր տղա, ասում եմ բրենդ ստեղծում եմ մարդը, որ կրում եմ մարդը, որ ինքը բրենդ չունի, ինքը բրենդ չի արարել։ Բայց դու մեր 12,000 տարվա մշակույթը, մեր բրենդը, այսպես բրենդ անուն ասեմ, ցուցադրում եք։ Դա շատ մեծ ազգանավեր գործ եք կատարում դուք։ Այ ո՞նց եք պատկերացնում, ստեղ 1 միլիոն հայ է ապրում։ Ինչքան այցելուներ են եղել։ Առաջի հարցին եմ, դե մարդկության բնորանը մեր հայրենիքն է, մեր հայկական լեռնաշխարհն է, ես այդպես եմ կարծում։ Եվ ցավոք սրտի շատերը չգիտեն, ինչպես ես չգիտեի, բայց կարողացա դա բացահայտել իմ համար, թե իմ համար, եւ ուզում եմ արվեստի միջոցով կարողանամ այս գիտելիքը ավելի մատչելի ձևով, ավելի նոր ձևով մատուցեմ մեր նոր սերունդին եւ կարելի ասել, որ բավականին ջահել եւ նոր սերունդի երեխաներ ու ավելի ցածր տարիքի եկան, հարցրեցին, սովորեցին եւ իմ նպատակը զուտ դա էր, ոչ թե վաճառքը, որովհետեւ սա ցուցահանդես վաճառքը, այլ կարողանալ իրենց մեջ արտնասնել ինքնատիրապետումը, հայեցի դաստիարակությունը, հայկական մշակույթը, ինչու՞ չէ մեր հայկական ժայռապատկերները, որ կարող են շատ հեշտ, ինչպես դուք ասեցիք, թե իրենց հագուստի վրա գրեն, թե զարդի, ինչպես ես եմ կրում, հպարտը, այդպես։ Հայ, ես ճիշտ ասած ուզում էի հարցնել, այս պատկերները, ժառապատկերները կարող են կրել հագուստի վրա մեր դիզայներները, չգիտեմ, որ մեր երիտասարդները տպում են, հագնում են։ Այո, կարծում եմ անշուշտ կարող են։ Ես գիտեմ, որ Հայաստանում արդեն այս խոսքը սկսվել է նոր սերունդի հետ ու ունեն եւ կրում են թե գորգի նախշերը, ինչպես տեսնում եմ դուք եք կրում, թե տարազը, թե ինչ որ զարդի տեսքով, թե ինչպես ինչ որ հագուստի վրա այդ նույն կրելը, որովհետեւ այս ամբողջը իմ հորինածը չի, սա եղել է եւ այդ սալի բարձր հարթակի վրա քարերից եկած, ինչպես կարող եք տեսնել, այդ բոլորը տեղից է գալի ու նույնապես կարող են կրեն ու այդ ձևով, այդ տիպով տարածել մեր մշակույթը, մեր ինքնությունը։ Շատ բարդ, ճիշտն ասած Արմանը Նշանյան, դերասան, երգիչ, մեծ համերգ էր կազմակերպել Ամերիկայում, իր կոստյումի վրա տեսա, այդ մեր քարապատկերները շատ սիրուն հավաքել են, ես էլ որոշեցի, ճիշտ ասած ընկերոջս ասել եմ, որ ինքն էլ ինձ համար նկարի եւ ձեր որ զարդը կրում եք, այստեղ շատ մարդիկ են կրում, ընկերներից, մեր Թելունցը, Զարեթ Թևանը, Վարդանը։ Այո, ես էլ։ Որը մեծ խորհուրդ ունի, եւ կարող եք պատմել խորհրդի մասին։ Այո, երբ որ ես հաճախեցի Echoes of Ancestors, ինչպես ասեցիք, երբ որ մենք դիտում էինք այդ հոյակապ ներկայացում համերգը, հավատացեք, ես քանի հատ զանգ եմ ստացել, որովհետև ով որ 24 թվի ցուցահանդեսին ներկա էր եւ ծանոթացավ այս եւ նմանատիպ ժայռապատկերներին, ինձ զանգահարում են, ասում են Լուսինե, քո ցուցահանդեսն է, քո նկարն է, բայց իմը չի, սա մերն է, մեր հայկականն է, ու ես շատ ուրախ եմ, թե ես կամ մյուսը տարածում են իրենց ձևով, ես նկարի միջոցով, մյուսը համերգի կամ մնացած հագուստի միջոցով։ Իսկ սա այս զարդը մեր
մոլորակն է, տիեզերքը ինչպես պատկերել են Հայաստանու մեր հայկական լեռնաշխարհում եւ սա հայտնաբերվել է 1950-ական թվականներին եւ Սևանը ջուրը իջավ մակարդակը բրոնզե դարից է ինքը ցույց է տալիս երկինքը շրջապատված ջրով եւ այն մոլորակները որ կարողացել են հայկական լեռնաշխարհից տեսնել Ջուպիտերը ամենամեծ մոլորակն է եւ մնացածը կարող է Ճիշտ է, պարոն Թելուսն էլ բացատրեց, շատ ճիշտ ասած մեր հովանավորն է, որի դոշին պատկերված է, Աշոտը մեր նկարում է այդ ամենը, ես իրեն խնդրեցի, որ հենց այս նշանով ու գեղեցիկ Լեռնաշապիկ նկարի եւ նվիրի ձեզ չհասցրեցինք ճիշտ ասած ամեն ինչ արագ ստացվեց, բայց կնվիրենք մեծ սիրով, Հրակալ եմ իրեն կարող դիմել եւ այդ ամեն նկարները ստանալ։ Եվ Լուսինե ջան, իսկ ձեր արմատները որտեղից են։ Մամայիս կոմն Մշեցի են, իսկ պապայիս կոմը Նախիջևա։ Նախիջևա։ Տեսեք, հիմա ասենք իմ անունից խոսեմ կամ մեր երիտասարդների կարող են գալ նայեն, ասում են ի՞նչ է նշանակը։ Ասենք, ցես նայեն, ասեն, այո, հայկական է, ազգային է ու գնան։ Ոնց տեղեկանան այդ պատմությունը զարդանախշերի, քարերի վրա, ասենք, խոյի համաստեղության, այդ պատկերները։ Ես ճիշտ ասած ուշադիր եղա, ոնց որ ստեղ QR կոդ։ Այո, ես ապահովել եմ դա, բոլոր QR կոդերը եւ փլակերը դասավորված է այդ ինֆորմացիան փոխանցելու։ Զուտ միայն պատկերը նայելով չեն, հաճախողը կարող է կանգնել, կարդալ ամեն ինչը շատ համառոտ գրված է եւ առիթ է տալիս հարց առաջացնելու կարդացողի հետաքրքրողին, որ ինքը գնա եւ կարողանա այդ ուսումնասիրությունները շարունակի եւ ինչու՞ չէ ավելին իմանա եւ ինքը այս դեպքում փոխանցի հանրությանը։ Շատ բարի, շատ լավ։ Իրոք մենք հաճախ ենք օգտագործում մեր ինքնությունը, ազգային արժեքները, ինքնակրթությունը, այդ բառերը ոնց որ մեր հյուրերի կամ ընդհանրապես մարդկանց մոտ ավելի է բանա, որտեվ այս վառը ժամանակներ մենք ապրեցինք վերջի մի 100 տարի եւ ավել։ Իհարկե նվիրյալներ կան, որ այդ ամենը պահպանել են, լուսաբանել են, դրաղել են, ամեն ինչ արել են, հասցրել են մեր օրերը։ Ինչպես որ դուք այսօր ոնց են ասում, կենթանի լեգենդ Ամերիկայում հայուհի, որ այդ ամեն ինչը կազմակերպում է, դա եզակի բան է, անկեղծ եմ ասում։ Իհարկե շատ եմ մասնակցել այստեղ ցուցահանդեսների նկարչական, ամեն ինչ իր աշխարհի մեջ նկարում են, ստեղծում են, բայց որ ինքնուս ու այսքան արմատական 12000 տարվա շատ եզակի է։ Իմ նպատակն է, որպեսզի մեր երիտասարդները, մեր չիմացողները ու հաճախ ասում են, դե լավ, Ամերիկայա զբաղված են, բիզնես, բիզի եւ այլն, ես հասկանում եմ, ես տեղ ապրում եմ, գիտեմ ինչքան զբաղված են, բայց այդ զբաղվածության մեջ պետք է կրթվեն, իմանան մեր ազգային մշակույթից, այդ պատկերների միջոցով, որ ավելի զորեղանան, ուժեղանան, որ հասկանան, որ մենք ամենալավ ազգն ենք, ամենահին ազգն ենք, ամենաուժեղ ազգն ենք, ցավոք աշխարհը մեզ ուրիշ ճանապարհով է ուղեկցել, բայց մենք ձեզ նման մարդկանցով չենք մոլորվել, չենք խառնվել իրար, չենք կորել, մնացել ենք հզոր հայեցի։ Համաձայն եմ։ Ձեր նման նվիրյալների, որ ինքնուս Ամերիկայում ուսումնասիրի Ամերիկայի Գլենդելի կենտրոնում ցուցահանդես, դա հրաշք է։ Շնորհակալ եմ։ Ձեր Instagram-յան էջը մեր հետևողները իմանան, հետևեն, ցուցահանդեսներին մասնակցեն։ Դրա համար եմ ասում, այսօր այնքան հեշտ է, միայն դու պիտի ուզենաս, որ Այո, ցանկությունը սկսում է ցանկությունով եւ մնացածը հետաքրքրություն, հետաքրքրասիրություն է, որ ապահովում է, որ կարողանաս տեղումը չդոփես եւ շարունակես քայլել առաջ եւ միևնույն ժամանակ թե ինքը, թե քո շրջապատին կարողանաս ուսուցանել ու կամ դրթել այն բանին, որ իրենք էլ կարողանան դառնան այդ հայի սերմը, որտեղ մեր գորգերի մեջ շատ ամբողջ մեդալյոնների վրա պատկերած է, որը սկսում է այդ դրանից։
Իսկ հետագայում ինչ նպատակներ ունեք, ցուցահանդեսներ։ Ճիշտն ասած, երբ որ մասնակցեցի Glendale-ի առաջին art show-ն, այդտեղ պարում էին շուրջ պարեր։ Ես պարել շատ եմ սիրում եւ պարում էի մենակս, որտեղ շուրջ պարը չգիտեմ։ Հասմիկ Հարությունյանին, եթե գիտեք, Շատ ինքը շատ մտերիմ, շատ հարազատ է դարձել, որովհետև ինքն էլ մի հատ ուսուցման մի հատ աղբյուր է, ես շատ բան եմ իրենից սովորել, թե իրենից, թե Հրաչ Կոզիբեոկյանից գորգերի համար, կանրադառնամ Իրանը, կանրադառնամ։ Խոսեք միջև իրեն կնկարեմ։ Այո, իրենք ինքը ասեց, Հասմիկը ինձ ասեց, Լուսինե, հայերը մենակ չեն պարել։ Այդ առումով ես արդեն հաճախում եմ 2 դաս եմ հաճախել, որ կարողանամ սովորել հայկական շուրջ պարերը։ Լեռնազան։ Ես էլ եմ շատ լավ պարում, Արարատ դանս խմբում եմ պարեստեղ, ոչ թե հատուկ պարի գրացել, իմ եկեղեցին են գնացել եմ պարել եմ, Հասմիկի գրքի շնորհանդեսին էլ եղա, Տիկին Հասմիկի։ Արև եկեք կամ իր մասին եւ այլ ինչ եմ ասում որ ձեր օրինակով օրինակ ծառայեք դուք տես հիմա ես էլ տեսա Հասմիկին իմացա Տիկին Հասմիկին գնացի մասնակցեցի հիմա դուք էլ այս ամենն եք ստեղծում շարունակողն եք իմ ասածը դա է ոչ թե քննադատենք մեր հայրին ուղղակի ներկա լինելը չէ ուղղակի ներկա այո ես ուղեկցենք շատ ակտիվորեն ես մասնակցում եմ եւ փորձում եմ բաց թողնել մեր բոլոր մշակույթային որ զարգացնող առիթ բաց չեմ թողում կարելի ասել ու այս միևնույն սովորում եմ իրենցից այդ դա ամոթ չի սովորելը տարիք ընդհանրապես կապ չունի եւ ամենակարևորը բանը որ դուք հասցնում եք հաճախ ինձ ասում են Ամերիկայում չենք հասցնում ասում եմ ես 5 տեղ օրը հասցնում եմ ցանկություն կարևորը ցանկությունն է եւ հոգնածությունը ամենտեղ կա, բայց մի բանա որ պետքա ցանկությունը լինի, ժամանակը ստեղծես ու ներկա լինես, զուտ ներկա լինես։ Ես էլ եմ այդ ասում, մեր հայերին ոչինչ պետք չի ներկա լինեն։ Այո։ Ներկա լինեն անգլերեն ոնց են անում, support անեն, սովորել եմ support անեն, որպեսզի արվեստագետներ իրեն լավ զգա եւ ոգևորությունը շատ կարևոր է սովորեն այո որտեղ ամեն վարքյան կարելի է սովորել մանավանդ մեր մշակույթը որ 12000 տարվա մշակույթ կա բայց չգիտենք ցավոք սրտի չգիտենք այո օտարամոլության հետևից ենք ընկել իսկ Հայաստանում ցուցահանդես արել եք չէ Հայաստանում չեմ արել Վերջի անգամ ես եղել եմ Հայաստանում 2010 թվականին, ցավոք սրտի։ Օ, 10 թվականին եղել եք Հայաստան, բայց 16 տարի Ամերիկայում այդ ամենը ստեղծել եք։ Այո, կարծալ գիրք։ Ոյ, ուսումնասիրել, կարդացել ու ստեղծել եք այս ամենը։ Այո, այնց այդ հարցն է տվեցին, դուք Սյունիքում եղել եք, քանի որ Սյունիքի Գեղամալերների Ուխտասարի ժայռապատկերներն են։ Ասում եմ ոչ, բա ինչպես է կարողացել դա ամբողջը տալ կտավին։ Հավատացեք Արտակ Մովսիսյանին։ Վայոց ձորից եմ, մեր մոտ շատ մեծ պատմամշակութային տեղեր կան, վերջի բանը Պոշիկներ, որ գտան։ Այո, Արենի խանկ։ Արենի, իհարկե մեր մոտ էլ այդ Ֆոյի համաստեղության ժաղապատկերներից կան տարբեր տեղեր, նշաններ կան, գյուղեր, հեր գյուղ կա, 3000 պատմամշակութային կաթողունի, Վայոց սար եւ այլն։ Հիմա շատ խոսենք Հայաստանի ամեն տարածք, ամեն տեղը մի մեծ գիգանտ պատմություն ունի։ Դրա համար ես հաճախ ստեղ ասում եմ, մենք չենք եղել Հայաստանը նոյեմբերյանից մեղրի չենք եղել, Արցախի մասին չասեմ։ Իհարկե ես եղել եմ, բայց մեր հայերից շատերը չեն եղել, դրա համար ամեն մեկը մի ձև է պատկերացնում, մեղադրելու չէ, այ որ գնան չի հերիքի, ես միշտ ասել եմ, 10-20 տարի Հայաստանը մանգաշ չի հերիքելու ուսումնասիրես այդքան մշակույթ, այդքան հարուստ է գազորենք, ու ձեր նման հայույները այդ ամեն ինչը ստեղծել են Ամերիկայում են կենտրոնում, որ ամեն այնա տեսնում ենք օտարներ կան, գալի կարդում են Արմենիա նայում են, դա մի մեծ գործ է կատարում, ես իմ
ուրախությունը, որ ձեզ նման մարդկանց լուսաբանենք, նկարենք, մնա, տեսնեն, ոչ թե եսը, ինչպես մեր լուսահոգի Գինոսյան ասում էր, menքը պետք է հաղթի եսի։ Այո։ Շատ շնորհակալություն Լուսինե ջան, ձեզ ցանկանում եմ ստեղծագործական նոր առաջընթացներ, շատ ցուցահանդեսներ, Աստված հայրենիքում էլ ցուցահանդես անեք եւ էլի շատ տեղեր, աշխարհի բոլոր տեղերը եւ մեր հայրենակիցներն էլ այցելեն, ծանոթանան 12000 տարվա պատմամշակութային այդ ամեն ժառանգությանը։ Անչափ շնորհակալություն։ Սիրելի հետևորդներ, հետևեք մեր էջին Հայն ու Հայը։ Հրաշք հայերի հետ ենք շփվում, որ մեկս մյուսին պետք գանք, մեկս մյուսին սիրենք, աջակցենք, օգնենք, ծանոթանանք մեր ազգային արժեքներին։ Բանեք ասեք Լուսինե ջան։ Ես էլ իմ հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել, որ այս հարթակը բացում եք, որ կարողանաք ավելի տարածել։ Ցուցահանդեսը մեկ ամիս արդեն մայիսի 27-ից մինչև հուլիսի 3-ը ցուցադրվելու է, համեցեք, ժամի օրի սահմանափակում չկա, ինքը գտնվում է Glenmark Hotel Gallery եւ կարող եք թե QR կոդերով, թե մնացած սպիտակներով հասկանալ եւ ճանաչել թե ժառապատկերները, թե մեր գորգերը, որոնք այստեղ ցուցադրված են, որը ասեղնագործել եմ ինքս, համեցեք եւ շնորհակալ եմ ձեզ։ Շատ շնորհակալություն Լուսինե ջան։ Շատ ապրեք։